Համաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընթիրներ և ագընթիրներ, վանացայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ կներկայացնենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Նորընտիր ազգային ժողովը սկսավ իր աշխատանքներուն։ Նիկոլ Փաշինյան վերանշանակվեցավ վարչապետ։ Հայաստան Տաշինքի հայտարարությունը Արթուր Սարգսյանի դնային գալանքը չվերցնելու որոշումին դեմ։ Պեկլարյան գշեշտե քաղաքական հետապնդումներու դադրեցումի համար կարևոր է հանրային ճնշումը։ Պրագի մեջ Արցախի և Հայաստանի մշակութային գոտողները կներկայացվին իբրև ազերբայջանական։ Համահոմենըթմենական 13-րդ բանակումը ավարտեցավ մեծ հաջողությամբ։ 7 հունիսին ընտրություններու արդյունքներուն հիմամբ ձևավորված 9-րդ ազգային ժողովը երեկ սկսավ իր աշխատանքներուն։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքին համաձայն խորհրդարան հերթական ընտրություններուն բարակային նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի նախորդ ազգային ժողովի լիազորություններու ժամկետի ավարտի օրը ժամը 10-ին։ Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի օրագարկին մեջ ընդգրկված հարցերն էին հաշվեկնի չանցախումբի ստեղծում, ազգային ժողովի նախագահի ընտրություն, ազգային ժողովի նախագահի 3 դեղակալներու ընտրություններ, մնայուն հանձնախումբերու ստեղծում, բարոյակիդության հանձնախումբի ստեղծում, մնայուն հանձնախումբերու նախագահներու ընտրություններ, կառավարության առաջարկով, կառավարության կառույցի փոփոխության օրենքի նախագիծի քննարկում եւ կառավարության ծրագիրին հավանություն տալու հարց։ Մինչև խորհրդարանի նախագահի ընտրությունը նիստը կվարե ամենեն դարեցք պատգամավոր Գնյազ Հասանով, որ նստաշրջանը հայտարարեց բացված։ Նիստին ներկա էին բոլոր 3 խմբակցությունները եւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հնչեց Հայաստանի կայլերքը աբայելույթ ունեցավ երկրի նախագահը։ Հաշվեկնի չանցախումբի ձևավորումեն յետ ազգային ժողովը անցավ խորհրդարանի նախագահի ընտրության հարցին։ Առաջադրվեցավ միայն քաղաքացիական պայմանագիրեն Ռուբեն Ռուբինյանին տեխնազությունը, որ նախորդ խորհրդարանին մեջ ազգային ժողովի փոխնախագահն էր։ Ազգային ժողովը այսօր կշարունակե իր նիստը։ Ազգային ժողովի 2 ինտիմատիր խմբակցությունները Ուժեղ Հայաստանը եւ Հայաստանը կացին ամենայն հայոց կարեկին 2-րդ կաթողիկոսին անոր օրհնությունը ստանալու համար։ Այս միջոցին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյան ստորագրեց նախորդ կառավարության հրաժարականը եւ զայն ուղարկեց հանրապետության նախագահին։ Նախագահ Վահագն Խաչատուրյան ընդունեց նախորդ կառավարության հրաժարականը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը նախագահին ներկայացուց Նիկոլ Փաշինյանի տեխնազությունը վարչապետի պաշտոնին համար։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյան վերանշանակվեցավ իբրև Հայաստանի վարչապետ։ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը անփոփոխ ցկելու որոշումին լույսին տակ Հայաստան Տաշինքը հրապարակեց հայտարարությունը, որուն մեջ նշեց. 30 հուլիսին Տադարանը մերժեց ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի իբրև խափանման միջոց դնային գալանքը վերցնելու պաշտպաններուն միջնորդությունը։ Առանց որևէ իրավական փաստերու սահմանադրական Տադարանի 7 դեկտեմբեր 2021-ի որոշումին հագասելով Տադարանը Արթուր Սարգսյանի դեմ խափանման միջոցը երկարացկեց ամիս մի ևս։ Այսպիսով ժողովրդին կողմէ ընդրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական բարդավորությունները կատարելու իրավունքեն։ Այս ոչ միայն պատգամավորի իրավունքներու, այլև ազգային ժողովի լիարժեք գործունեության եւ հազարավոր քաղաքացիներու արտահայտության եւ ընդրության իրավունքի ոտնահարում է։ Հայաստան Տաշինքը կհայտարարե Արթուր Սարգսյանը քաղաքական բանդարգալ է։
անոր թեմ գդարված քաղաքական հետապնդումին նպատակն է դադրեցնել պատգամավորական գործունեությունը, լրացնել ինտիմատիր ցայնը եւ շարունակել քաղաքական հաշվեհարդարը։ Արթուր Սարգսյանը եւ բոլոր փանդարգյալները պետք է անհաբաղ ազատ արձակվին։ Օրենքի եւ սահմանադրության թեմ այս աննախադեպ ոտնահարումը պիտի փոխանցվի միջազգային գործընկերներուն ակնկալելով անոնց համարժեք քննադատականը։ Արցախի նախկին պետական նախարար Արդակ Բեկլարյան անդրադարձավ Հայաստանի մեջ ինտիմության ցայնը լրացնել միտող քաղաքական հետապնդումներուն եւ շեշտեց, որ անոնք պետք է թատրին, իսկ այս մեկը գդարելու համար կարեւոր է հանրային ճնշումը։ Բեկլարյան Թիմադեդրյան կրարումով նշեց. Իշխանությունները կշարունակեն քաղաքական բռնաճնշումները եւ բանդարգությունները ցանոթ եւ աստեցիկ ինտիմախոսներու դեմ։ Վերջին ցցուն թրվակներն է Ավեդիկ Չալաբյանի աբորինի բանդարգությունը, Նարեկ Կարապետյանի թեմ կատարված քրեական գործը եւ Լիբարիտ Թրմեյանին թեմ բետաբնտումը։ Իսկ Կակիկ Ձարուգյանի բեմատրված ցերպակալությունը ոչ միայն իրավական եւ քաղաքական, այլև բարոյական սահմանները անցավ։ Փաշինյան հետևողական ցևով գոչնչացնե քաղաքական եւ հանրային դաշտը ու գլերեցնե ինտիմատիր ցայները։ Հայաստանը բռնաբեդության անտունը կլորելով հագարակ իր գդարած ժողովրդավար երթումներուն։ Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է թատրին եւ անոր համար հանրային ճնշումը շատ կարեւոր է, հայտնեց Բեկլարյան։ Պրագայի կենտրոնական հրապարակին վրա ազերբայջանական շրջանակները գազմագերբած են բացօթյա ցուցահանդեսը, ուր Արցախի եւ Հայաստանը ներկայացնող պատմական լուսանկարները ցուցադրված են իբրև ազերբայջանցիներու կողմէ այսպես կոչված պատմական հայրենիքի մշակութային ներկայություն։ Հայաստանի եւ Արցախի պատմության մշակութային արժեքներու միդումնավոր այս նենկափոխումը Ազերբայջանի պետական քաղաքականության հիմնական առաջնահերթություններն մեկն է, որ գմիդի հող նախապատրաստել իր նվաճողական քաղաքականության արտարացումին եւ օրինականացումին համար։ Դժբախտաբար Հայաստանի ներկա իշխանությունները ունակ չեն այս բոլորը հասկանալու, իսկ հայ պատմաբանները եւ մշակույթի գիտնականները միայն քմծիծաղով կանտրադառնան ազերբայջանական ոտնցկություններուն, այդպես ալ չգիտակցելով, որ 100 անգամ գրկնված եւ լավագույն ցևով ներկայացված սուդը գրնա իբրև ճշմարտություն ընդունվել միջազգային քաղաքական հանրության կողմէ։ Հայեղապոհական տաշնակցության բյուրոյի անդամ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Կալստյան այս իրողության մասին իր մտահոգությունը հայտնեց եւ քննադատեց Հայաստանի իշխանությունները պաշտոնական օրակարգի վրա Բաքուի մեջ բանդարգված հայ քերիներու վերադարձի, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության եւ Արցախի հայության վերադարձի իրավունքի հարցերը անդեսելու կամ բավարար կերպով չբարձրացնելու համար։ Անտիդել դվավ, որ այս բոլորը բարարդ հող կստեղծեն Ազերբայջանի այսպես կոչված արևմտյան Ազերբայջան թեզի օրինականացումին համար։ Լիլիթ Կալստյան Թիմադեդրյան կրարումով նշեց. Մինչ Հայաստանի քաղաքական օրակարգին մեջ Բաքուի մեջ աբորինի ցևով բանդարգված հայերու վերադարձի Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարց չկա, մինչ Հայաստանի կառավարությունը միջազգային զանազան հարթակներով վրա գշարունակե լրել կամ ավելին գխոչընդոտե եւ գմերժե բարձրացնել Արցախի մեջ կատարվող հայկական մշակութային եւ հոգեվոր ժառանգության ցեղասպանության հարցը, մինչ Հայաստանի կառավարությունը չի խոսիր Արցախի հայության վերադարձի իրավունքին մասին, մինչ վարչախումբը պաշտոնավես գլխավորե թշնամական արշավը մեր ինքնության հենասուն հայ արաքելական եկեղեցվո թեմ, արհեստական եւ ցեղասպան Ազերբայջան գշարունակե յուրացնել մեր հազարամյա ժառանգությունը միջազգային տարածքներով վրա այսպես կոչված արևմտյան Ազերբայջանի քաղաքապարախոսությունը ամրապնդելով։ Ինչպես կսեն սուրբ դեղը տադարք չի մնար։ Բարդվողական, հանձնվողական դիվանագիտության եւ ինքնության եւ իրավունքի պաշտպանության ամբողջական բացակայության պայմաններուն մեջ նախահարցակ Ազերբայջան անցավ հարցակողական եւ ցավալաբաշտական քաղաքականության հայկական յուրացնելով դարածքներեն մինչև քաղաքագրթական ժառանգություն։ Հայկական հետքի ճնշումը Ազերբայջանի պաշտոնական քաղաքականությունն է, որ կկառավարվի Իլհամ Ալիևի կողմէ։ Ազերբայջանի դիվանագիտությունը կաշխատի միջազգային տարածքներու վրա Հայաստանի իշխանություններու գանաչ լույսի ներքև Ազերբայջան գորինականացնե Արցախի հոգևոր մշակութային ցեղասպանությունը։ Այս ընթացքին Հայաստանի մեջ կգարձրանա բանդ բեդությունը, ուր կհալածվի ինտիմատիր քաղաքական մարտը եւ այլախոհ միտքը։
Հայաստանի կառավարությունը մեկ կողմէ կողարկե Ադրբեջանա-թուրքական իրական սպառնալիքը, մյուս կողմէ վախի մթնոլորտին մեջ գջզմե հարության գամքը։ Այս բոլորը քին ունին եւ պիտի վաճառենք բոլորս։ Այսպես կոչված արևմտյան Ադրբեջան քաղաքապարը մտած է նաեւ մեր դարածքները։ Գրած է Լիլիթ Քալստյան։ Արարատի համար Գանքուն մնալու հաստատակամությամբ եւ 4 տարի հետ գրգին հանդիպելու խոստումով շաբաթ 1 օգոստոսի երեկոյան համահոմենտմենական 13-րդ բանակումը իր ավարտին հասավ Բաքման հանդիսավոր արարողությամբ, որ վգան դարձավ հոմենտմենի համահայկական ընտանիքին նոր հաջողության եւ հարադեւ գենսունակության։ 1978-ին ջամփայելած համահոմենտմենական բանակումներու պատմության մեջ անգասկած 13-րդ բանակումը ունեցավ իր հadoop դեղը լավ գազմագերբվածությամբ, նորարար հայդակիրներով եւ դեղեկատվական քարոշչական մեծ արձագանքով։ Բյուրականի Կարնիկ Մգրդիչյան սկաուտական բանակավայրին մեջ Բաքման հանդիսությունը ընթաց կարավ շաբաթ երեկոյան ժամը 6-ին ներկայությամբ հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի, Հոմենտմենի գետրոնական վարչության ներկայ եւ նախկին անդամներու, համազգայինի գետրոնական վարչության ադենաբեդ Զաքար Քեշիշյանի, Հոմենտմեն հասկի վարչության եւ մեծ թիվով ծնողներու։ Հայաստանի եւ Արցախի կայլերներուն գդարում են յետք դեղի ունեցավ մրցանակապաշխություն, բանակումի աշխատանքներուն լավագույն մրցանակությունը ունեցած բադվիրագություններուն, ընկերային ցանցեր, ցերային աշխատանքներ, զարգացման մրցում, ռալի մրցում, մշակութային օր, խարյուհանտես եւ սկաուտներուն ընկերային ցանցերու լավագույն սկաուտ, դիբար սկաուտ։ Հաջորդեց հուշանվերներու փոխանակումը բադվիրագություններու պատասխանատուներուն եւ գետրոնական վարչության անդամներուն միջև։ Հուշանվերներ դրվեցան նաև բանակումին հաջողության նպաստած անձնագազմին, բժիշկներ, ընկերային ցանցերու խմբակ, նշանագի, երգի եւ հուշանվերներու հեղինակներ, Գինես մրցանիշի արձանագրության վկաներ, դասախոսներ, արվեստի աշխատանք կատարողներ, գետրոնական վարչության գործավարություն, բանակումի օժանդակներ, գործադիր մարմինի անդամներ, հերթաբահ եւ բանակումի խմբապետական գազմ։ Այնուհետև հրաժեշտի խոսքեր արտասանեցին բանակումի ընդհանուր խմբապետ Ռուբեն Նալբանդյան եւ Հոմենտմենի գետրոնական վարչության անդամ Վահե Տանաշյան։ Ռուբեն Նալբանդյան հայտնեց, որ բանակումին նպատակը 900 սկաուտներ կողքովի բերել, իրարու ծանոթացնել եւ հոմենտմենական գաբերը ամրապնդելն էր։ Ավարտին կարելի է հաստատել, որ բանակումը լիովին իրակորձեց իր առաջադրած նպատակը եւ ավելին աննախընթաց հաջողություն արձանագրեց Արաքածի կակատ մեծաթիվ այցելությամբ եւ համաշխարհային սկաուտական մրցանիշի արձանագրությամբ։ Այս առիթով ընդհանուր խմբապետը հաստատեց. Մեր նպատակը միայն Արարատը չէ։ Մեր նպատակը երակույնը բարձրացնելն է արևելքեն արևմուտք, կանցասարեն մինչև աղտամար գղզի եւ վերականգնել մեր բոլոր իրավունքները։ Վահե Տանաշյան Հոմենտմենի գետրոնական վարչության անունով շնորհակալություն հայտնեց բանակումին հաջողության նպաստած խմբապետական գազմին եւ գործադիր մարմինի խմբապետներուն, Հոմենտմեն հասկին եւ օժանդակ գազմին, շրջաններու խմբապետներուն եւ բանակումի մասնակցած սկաուտներուն, որոնք հոմենտմենականի վայել համագործակցության ոգիով աշխատեցան եւ ծառայեցին իրենց բոլոր գիտելիքներն ու փորձառությունները իսպաստ տնելով համահոմենտմենական 13-րդ բանակումի հաջողության։ Անիր խոսքին մեջ նշեց, որ հոմենտմենը հիմնված է 3 անսասան արժեքներով վրա. ազգային ոգի, եղբայրասիրություն եւ ղարքաբահություն։ Այս 3-ը միայն խաղապարներ չեն, այլ նաեւ ցանկի ուղեցույցներ են, որոնք պետք է արտահայտվին միութենական ցանկին եւ առօրյային մեջ։ Աբա այդ արժեքներեն յուրաքանչյուրին մասին խոսելով Տանաշյան իր խոսքի եզրափակեց ասելով. այս բանակումին մենք բոլորս միասին հիշատակներ չգերդեցինք, այլև բնավորություն։ Միայն բարեկամություններ չստեղծեցինք, այլև եղբայրություն։ Միայն փորձառություն չստացանք, այլև նոր պատասխանատվություններ ստանցնեցինք։ Հետևաբար, մեր շրջանները վերադառնալով մեզ մե յուրաքանչյուրից թող այս բանակումին լույսը դանի իր մասնաճյուղը։ Հոմենտմենի իսկական արժեքը չի չափվիր միայն բանակումներու, մրցումներու կամ հանդիսություններու հաջողությամբ, այլ այն ծառայությամբ, որ հոմենտմենականը ամբողջ կյանքին ընթացքին գմադուցե իր ժողովրդին։ Ուրեմն, մեր ազգային ոգին թող վերածվի ծառայության, մեր եղբայրասիրությունը միասնության, իսկ մեր ղարքաբահությունը օրինագելի կյանքի։ Միայն այդպես պիտի արժևորենք այս բանակումին բոլոր դասերը եւ պիտի շարունակենք կերտել ավելի հզոր հոմենտմեն եւ ավելի հզոր հայություն, շեշտեց ան։
Խոսքերեն իդ կվար առնվեցան 9 օր պանագավայրին մեջ ձազանած տրոշները և պանագումին տրոշը բաշտոնական արարողությամբ հանցնվեցավ պանագումի ընդանուր խմբաբեդին։ Հանդիսություն ու պանագումը պակվեցան պանագումի և ծդեսության երկերով, բոլորը միասնապար մեկ մեծ շղթագազմած ազգային միասնականության և հոմենտմենական կոդեբնտումի կեղեցիկ պատկերով։ Պակման հանդիսության հաջորդեց գիրագի 2 օգոստոսին գազմագերբված խրախճանքը Երևանի հարսնակար ճաշարանին մեջ, որ համախմբեց պանագող սկաուտներն ու հոմենտմենի բարեկամները, ավելի քան 1000 մասնագետներ։ Երեգոն խանդավառեցին երգիչներ Ապո Սահակյան և Եսայի Ալթունյան։ Խրախճանքին հոմենտմենի գետրոնական վարչության խոսքը փոխանցեց Վիկեն Ավակյան։ Ան շնորհավորեց ներկաները հոմենտմենի նորակույն հաջողության համար և նշեց, որ արձանագրված հաջողությունը գբարդավորեցնե, որ այսուհետև համահոմենտմենական ցերնարկները ըլլան նույնքան և ավելի հաջող։ Մեր ժողովուրդը գարոդ ունի հաջողություններու հաղթանակներու, շեշտեց ան, և իզուր չէ, որ դակնավի բահերուն հոմենտմենը իբրև հույսի պարոս, լավադեսություն և հայրենասիրություն գսպրե իր շրջաբադին։ Հոմենտմենը գհանդիսանա ազգային վերականգնումի և հավաքական ուժականության աղբյուր։ Հոմենտմենը հաջողություններու պերգրանքը և հաղթանակներու հբարդությունը գուդա իր ժողովուրդին։ Այսօր ընդանուր հուսալեկության, անդարբերության և աբազգայնացման պայմաններուն մեջ նման հաջողությամբ և սկանչելի նման երդասարտությամբ հոմենտմենը անգամ միևս աշխարհին կպատկամե, որ հայությունը իր ճակատագիրին լքված չէ, ընկերգումներու և բարդություններու հետ հաշտված չէ, այնքան ադեմ, որ ան կպատրաստե Արարատի համար գանքուն սերունդներ, ամբողջական հայության և ամբողջական Հայաստանի դեսլականին համար գործող միութենականներ, որոնք միշտ պատրաստ են իրենց առօրյային վեր բարձրացնելու և իրենց հետ նաև իրենց ժողովուրդը բարձրացնելու ազգային ընտարական նպատակներու և հավաքական դենչերու իրականացման բադբանտանին վրա։ 9 օրյա պանագումը ունեցավ ներքին և արտաքին այլազան հայդակիրներ։ Բացման հանդիսության հաջորդող օրը 25 հուլիսին մասնագետները իրենց ավանդական դողանց կկատարեցին Երևանի մեջ։ Նույն օրը անոնք այցելեցին Ձիձեռնագապերտ և Երապլուր հարկանքի իրենց դուրքը մատուցելու հայոց ցեղասպանության սրբատասված մեր զոհերուն և Արցախյան պատերազմներու նահատակներուն։ Երկուշաբթի 27 հուլիսին պանագողները բարձրացան Արաքած լեր և Կակատի նվաճման հոմենտմենական մրցանիշ մասնատեցին 600 սկաուտներու լեռնակնացության մասնակցությամբ։ Նույն օրը այլ խումբ այցելեց Սաղմոսավանք և Աբարանի դարերու բուրակ։ 29 և 30 հուլիսին պանագողները երկու մեծ խումբի բաժնված այցելեցին Գյումրի և Սևանալիչ։ Գյումրի այցելողները խաղացին քաղաքին ծանոթացման խաղը City Hunt, մինչ Սևանալիչ մեկնողները ընկերային հաջելի բայեր անցուցին Սևանա լճապը։ Այցելեցին Թերագղզի և ծանոթացան Դեղույն Թարավոր եկեղեցվո և անոր պատմության։ 5-շաբթի 30 հուլիսին պանագողներեն 350 հոգինոց պատվիրակությունը այցելեց Սուրբ Էջմիածին, ուր թիմավորվեցավ ամենայն հայոց կարեկին 2-րդ կաթողիկոսին կողմէ։ Դեղի ունեցավ խոսքերու փոխանակում։ Հոմենտմենի գետրոնական վարչության անդամ Տալին Օրդողլյան պատվիրակության անունով ողջունեց վեհապարը, որ իր գարկին օրհնության խոսք արտասանեց աշխարհի 26 երկիրներեն ժամանած սկաուտներուն։ Նույն օրը պանագողներու այլ խումբը աշտարակի քյուղերուն մեջ կատարեց հրարելի արշավ, մեծ հետաքրքրություն ստեղծելով շրջանի բնակիչներուն։ Համահոմենտմենական 13-րդ պանագումը հատկանշվեցավ սկաուտական և դաստիարակչական հարուստ հայդակիրներով։ Երեգոներուն մասնագից պատվիրակություններուն կողմէ գազմագերբված խարույկահանտեսները ստեղծեցին ընկերային հիշատակելի բահեր։ Երկուշաբթի 27 հուլիսի երեգոյան պանագողները հadoop ցերնարգով մնշեցին Լիզբոնի հերոսական գործողության 43-ամյակը։ Հայդակիրին իրենց մասնակցությունը բերին պատվիրակություններու ներկայացուցիչներ։ Խմբապետական գազմի խոսքը արտասանեց պանագումի փոխընդանուր խմբապետ Ալիկ Դերբեդրոսյան Մելքոնյան, իսկ պանագողներուն իր սրդի խոսքը փոխանցեց Մուրադ Թոփալյան։ Հայդակիրին հաջորդեց ազգային հեղափոխական երկերու երեգո երկիչ Սուրեն Աջեմյանի գդարողությամբ։ Պանագումին երկրորդ օրը գիրագի 26 հուլիսին հատկացվեցավ սկաուտական խաղերու Camp Olympics և զարգացման մրցումի։ 5-րդ օրը 28 հուլիսին դեղի ունեցավ պատմական իրաքորձումը սկաուտներով աշխարհի մեծակույն շուշանաձաղիկի գազմությունը, ինչ որ հաստատեց համաշխարհային նոր մրցանիշ և մուտք գործեց մրցանիշներու Գինես գիրք։ Նույն օրը հետմիջօրեին գազմագերբվեցավ բազմամշակութային օր, ուր պատվիրակություններ հadoop դաղավարներով ներկայացուցին իրենց երկիրներու մշակույթը, դարազն ու ուտելիքները։
Բազմամշակութային օրվան մասնակցեցան հadouk խնամքի գարոտ հրաշք բադանիներն ու երիտասարդները։ 7-րդ օրը դրամատրվեցավ հայկական արվեստներու։ Հոմի Հայաստանի շրջանային վարչության ծերարվեստի հանձնախումբի անդամներ բանագողներուն ներկայացուցին հայկական ասեղնագործությունը, մակրամեն, ուդեստը, Արցախի ժենգալով հացը եւ ավանդական լավաշը։ Գարբեդակորձությունը, թռչնակիր անվանադարեր, գրելու արվեստը եւ ընկույզի վրա սարտագար Սյունիք Արցախի հadouk չարխապան պատրաստելու վարժությունը։ Հյուր մասնակիցներ սորվեցուցին նաեւ քանտակագործություն, բար եւ ժողովրդային նվագարաներու կորզածություն։ Բանագողները լսեցին նաեւ տասախոսություններ, սկաուտությունը եւ թվային աշխարհը, ցանկի հմդություններ եւ Արցախի հարցին մասին։ Համահոմենտմենական բանագումը լայրոներ լուսապանվեցավ լրատվամիջոցներով եւ ընկերային ցանցերով։ Սկաուտներու հadouk խմբակը 9 օր շարունակ նորություններով ուղեց հայ թե օդար լրատվատաշտը, որ մեծապես արձագանքեց համաշխարհային մրցանիշի արձանագրության, Երևանի Դողանցկին, Արաքածի Կակատի մեծաթիվ սկաուտներու նվաճման եւ դիզերնագապերտ եւ երապրուլ այցելությամբ։ Համահոմենտմենական 13-րդ բանագումը Արարատի համար գանկուն նշանապանով անգամ եւս հաստատեց, որ 108-ամյա հոմենտմենը գմնա սերնդափոխության ավանտով դեպապար ինքզինք վերանորոգող առողջ ու նորարար միություն, որ գիտե ժամանակին հետ քայլ բահել եւ միությունն ու հայությունը հաջողության է հաջողություն եւ մինչեւ համաշխարհային իրակորձում առաջնորդել։ Հարկելի ունգընտիրներ վանացայնեն ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզեդեն ցայնա ղորտավար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։